Թևանյանին տեսնում ենք, բայց իրականում ձեր ցուցակում մարդիկ կան, որ մեծ զրույցում ասում են, որ իրենք հրաժարվելու են եւ մանդատ չեն վերցնում։ Այսինքն փաստացի պարոն Կարապետյան, ձեր ցուցակում ընդգրկվել են մարդիկ, որ չեն պատրաստվում իշխանությունների հետ պայքարի գնալ։ Որքանով եք, որ ասում եմ ցուցակը կազմելուց վստահ որ Գեգամ Նազարյաններ չեք ունենա եւ այլ հետևանք ԿՊ-ին միացողներ չեք ունենա։ Մեր ցուցակում չկան այդպիսի մարդիկ։ Այսինքն ով պետք է գնա ազգային ժողով, նա կգնա ազգային ժողով։ Ով չպետք է գնա ազգային ժողով, նա չի գնալու ազգային ժողով։ Դա մեր ցուցակի Կարապետյան չկա, այսինքն պարոն Գեգամ Նազարյաններ վստահ չեք ունենա։ Պարոն Կարապետյան, հասկանում ձեր ճանապարհային քարտեզը, որ հիմա սպասում եք սահմանադրական դատարանը ինչ կորոշի, դրանից այսինքն հետո մինչև հուլիսի վերջ կլինի այդ լիդերների հանդիպումը եւ նաեւ մինչև հուլիսի վերջ կորոշեք նաեւ մանդատներ վերցնում եք թե ոչ։ Բայց ունեք այդ թե ինչպես եք իշխանությունից հեռացնելու Նիկոլ Փաշինյանին, դուք այդ ճանապարհային քարտեզը գոնե ձեր համար ունեք, որը չեք հրապարակում։ Հավատացեք, դա քարտեզ չի լինելու։ Եթե մենք ոչ մի բան չանենք, Նիկոլ Փաշինյանը ինքը իրան հեռացնելու է։ Որտեղ իր մոտ ամեն օր լինելու են ձախողումներ եւ հայ ժողովուրդը ամեն օր տեսնելու է դա ու իր գնահատականը տալու է։ Ինչեւ օրս եղել են, այսինքն ընտրություններից հետո ինչ ձախողում է եղել օրինակ հունիսի 7-ի ընտրություններից հետո ինչ եղել։ Ինչ ազգային ժողովի ձևավորումը հարկերը հաջորդ օրը բարձրացրեցին։ Կարող եք ուսումնասիրել ինչպես է աշխատում իրենց խոստացած բժշկական այդ ապահովագրությունները։ Ասում շատ լավ է աշխատում։ Ուսումնասիրեք, դուք լրագրողներ եք, ուսումնասիրեք։ Պարոն Կարապետյան հուլիսին 3 Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց եւ